Ուզում եմ ձեզ ներկայացնել իմ մտածումները, իմ տեսլականը, ինչպիսին պետք է լինի Հայաստանը ապագայում։ Դա կլինի մի քանի տարի հետո, թե ավելի երկար ժամանակով կախված է մեզնից, մեր հասարակությունից։ Մեր ժողովրդի 95%-ը իրեն համարում է քրիստոնյա։ 95%-ը իրեն համարում է քրիստոնյա, սակայն քանի տոկոսն է ապրում քրիստոնեական կյանքով, այսինքն Աստծո պատվիրաններով, քանի տոկոսն է ապրում։ Ես ինչ եմ սկիզբը սրանով սկսում, քանի որ ինչպիսի արժեքներով պետություն ենք ուզում կառուցել, ինչու 30-35 տարի մեր պետությունը մենք տեղապտույտի մեջ ենք, ինչի առաջընթաց չունենք, որևէ բնագավառում ոչ մի հաջողություն չենք կարողանում գրանցել։ Մենք հաջողություն գրանցեցինք 90-94 թվականներին, երբ Աստված մեզ պարգևեց Արցախը, կարողացանք Աստծո օգնությամբ հաղթել, ազատագրել մեր տարածքները, բայց ինչ տեղի ունեցավ 94 թվականից հետո, սկսենք մտովի պատկերացնել, բոլորիս աչքի առաջ է, թե ինչ տեղի ունեցավ, և արդյունքը զրկվեցինք Արցախից, ապրեցինք ցեղասպանության նոր փուլ և կանգնեցինք առայժմ գոնե կոտրած տաշտակի առաջ։ Որպեսզի իմ միտքը ավելի հասու դարձնեմ, ուզում եմ մի փոքր անցյալից սկսել և պատահական չի նաև Բևեռի Հայկ Նահապետի արձակված աղեղով պատկերի ընդունումը, դա էլ պատահական չի։ Մեր պետության հիմնադիրի, դուք ինձ լավ գիտեք, մեր թվարկությունից 2492 թվականին Հայկ Նահապետը հաղթեց չարին, բելին և իր փոքրաթիվ զորքով, նկատի ունեցեք, ինքն էր գտնվում Բաբելոնում, ինքը տեսավ, որ բելը իրեն Աստվածը ձևացնում, ուզում է Աստծո տեղը զբաղեցնել, այսպես ասած, բոլորին ենթարկեցնել իրեն, Հայկը մեր Նահապետը չենթարկվեց և վերադարձավ Հայաստան։ Եվ բնականաբար բելը հարձակվեց, ինչպես կարող է չենթարկվել Հայկը իրեն, և 3 տարի տևեց պատերազմը, Հայկի և բելի պատերազմը տևեց 3 տարի, Աստված տեսավ, թե ինչքան հավատարիմ է իրեն բելը, ներողություն, Հայկը, և տեսիլքով տվեց աղեղի և նետի կառուցվածքը, որը պատրաստելուց հետո կարողացավ չարին խորտակել։ Իհարկե մեր Հայկ Նահապետը էլ ավելի մեծ գործ արեց, բացի մեր պետությունը ստեղծելուց, նա տոմարը տվեց մեզ։ Ես երկար ժամանակ ինքս ինձ հարցնում էի, լավ, եթե Նոյի գերեզմանի տեղը հայտնի է, Գարեգին Սրվանցյանցը Նախիջևանով վանահավաքության ժամանակ տեսնում է, որ հայ և պարսիկ կանայք ամեն առավոտ այցելում են Նոյի գերեզման, ինքն էլ այցելում, տեսնում է գետնափոր, որտեղ Նոյի գերեզման էր, լավ ասում եմ, եթե Նոյի գերեզմանը մերոնք պահել են մոտ 4500 տարի, բա ուր է Հայկի գերեզմանը, ուր է, որին իր կենդանության օրոք արդեն աստվածացնում էր մեր ժողովուրդը, ուր է նրա գերեզմանը։ Եվ վերջում փառք Աստծո մի քանի տարի առաջ մեր նվիրյալներից, մեր գիտնականներից մեկը Աշոտ Արևշատյանը փաստերով ապացուցեց, որ մեր Հայկ Նահապետը փոքրաթիվ ազգականներից մի խումբ վերցնելով մեկնում է Պաղեստին, անվանեք Պաղեստին, եւ Երուսաղեմի այդ տարածքը առնելով հիմնադրում է Երուսաղեմ քաղաքը
Սաղեն քաղաքը, որը մինչև մեր այժմ էլ Երուսաղեմում բնակվող մեր հայրենակիցները Սաղեմ են անվանում, ոչ թե Երուսաղեմ։ Քանի որ Հայկը նաև քահանա էր, այսինքն Նոյը քահանայությունը փոխանցեց Հայկին, այսինքն ամբողջ գնալու իմաստը, որ ինքը քահանայությունը, ես ենթադրում եմ, քահանայությունը փոխանցի Աբրահամին, որպեսզի Աբրահամը ստեղծի հրյա ազգին, որը 2000 տարվա տոգորումներից հետո պատրաստ լինի Քրիստոսի առաջին, այսինքն մարդացման, անվանենք առաջի գալստյան։ Սա որպես պատմական ակնարկ, հիմա որն է մեր առաքելությունը, հայ ժողովրդի առաքելությունը որն է, այդքան հավատարիմ մնալով Աստծուն, միջանոց շատ հավատարիմ ենք եղել, առ այսօր էլ հավատարիմ ենք, առաջի պատերազմը մղեցինք, Հայկ և Բելի պատերազմը դա առաջին, մարդկության առաջին պատերազմն էր հանուն Աստծու, երկրորդ պատերազմ ենք մղել հանուն Աստծու, մեր պատմագրության մեջ քիչ է արծարծվում այդ թիվը, 313 թվականին Բյուզանդիայի դեմ, երբ որ մենք 301 թվականին ընդունեցինք քրիստոնեությունը որպես պետական կրոն, Բյուզանդիան այո, Բյուզանդիան հռոմեական կայսրությունը հանձինս Բյուզանդիայի բան ներկայացրեց, որ հրաժարվեք քրիստոնեությունից։ Եվ 312-13 թվականներին տեղի ունեցավ երկու ճակատամարտ։ 13 թվականի վերջի, երկուսում էլ մերոնք են ախտել, վերջի ճակատամարտում Բյուզանդիան տվեց 15000 զոհ և կայսրը Բյուզանդիայի զոհվեց նաև այդտեղ։ Եվ դրանով ուրեմն ձեռք քաշեցին, այլևս մեր դեմ պատերազմելուց, այսինքն դա երկրորդ պատերազմը, դե երրորդը բոլորիս հայտնի է, դա 451 թվականի Ավարայրի ճակատամարտն էր, որը ես չնայած մեր պատմագրության մեջ գրված է, որ մերոնք իբր թե բարոյական հաղթանակ, այսինքն մենք չպարտվեցինք, մենք պատերազմում 451 թվականի ճակատամարտում պարտվեցինք, բայց ըստ էության մենք հաղթեցինք, որովհետև պարսիկներն էլ, որը ժամանակ հետո ձեռք քաշեցին մեզ կրոնափոխ անելու մտքից։ Եվ առ այսօր մենք այդ 2000 տարվա ընթացքը վերջին գոնե մենք անընդհատ Աստծու համար նահատակվում ենք եւ ուրեմն ցույց ենք տալիս մեր հավատարմությունը։ Քանի որ մենք Աստծու ընտրյալ ժողովուրդն ենք, դա ուրեմն սա էլ մի փոքր բան անեմ ու հետո նոր անցնենք Թադեոս առաքյալը, երբ որ վերջին գիշերն էր անցկացնում, հաջորդ օրը պետք է ուրեմն սպանվեր, գիշերը աղոթում է, անընդհատ աղոթում է, թե Աստված ինչ է լինելու այլևս իմ ազգի հետ, հայ ազգի հետ, քանի որ ինքը քարոզել էր Հայաստանում, արդեն իր ազգն էր դարձել։ Աստված հայտնվում ասում է հանգիստ եղել, հայ ժողովուրդ քո ազգը, անվանենք այդպես, հայ ժողովուրդը գալիս է հավերժությունից եւ գնալու է հավերժություն։ Դու հանգիստ եղի։ Նույն տեսիլքը նաեւ Գրիգոր Լուսավորչին, երբ որ կյանքի վերջին տարիներին նա ուրեմն ճգնում էր, մոտավորապես նույն տեսիլքը գրեթե նույն բառերով նաեւ Աստված Գրիգոր Լուսավորչին է ասում, որ ասում է ի հաստատումն դրա նաև ես ուրեմն քո արցունքներից անթել կանթեղով Արագածի գագաթին կկախեմ երկնքի եւ երկրի միջև։ Թումանյանի բանաստեղծությունը հիշում եք երևի։ Այսինքն մենք Աստծու որպես ընտրյալ ժողովուրդ պետք է պատրաստվենք, այ ամբողջ հիմա խնդիրը, պետք է պատրաստվենք Քրիստոսի երկրորդ գալստյանը։
ուրեմն համաքրիստոնեական սրբեր հայրեր Գրիգոր Աստվածաբանը եւ Բարսեղ մեծը 304 դարի երկուսն էլ Կապադովկիայից են, մեր հայկական, բայց ազգությամբ հույն են։ Գրիգոր Աստվածաբանը նաև նախագահել է 371 թվականի Պոլսի երկրորդ տիեզերական ժողովը։ Ուրեմն իրար հետ բանավիճում են, նաև ընկերներ են, մանկության ընկերներ, ուրեմն Գրիգոր Աստվածաբանը հայասեր է, Հայաստանասեր, Բարսեղ մեծը հռոմեասեր։ Բանավիճում են իրար հետ, լավ, Բարսեղը հարցնում է Գրիգորին, ինչու ես դու այդքան հայրին Հայաստան այդքան սիրում։ Գրիգոր Աստվածաբանը սկսում է թվարկել, որտեվ Հայաստանը դա արևելքն է։ Հիշում եք, մինչև մեր Հայաստան անվանումը Հայաստանը կոչվում էր արևելք, որտեղ ծագում է արևը, աստղերը եւ այլն եւ այլն։ Հայերը ավելի խաչապաշտ են։ Դրախտը երկրային գտնվում էր Հայաստանում, գիտեք բոլորդ, մեր բյուրակնում, որտեղից սկիզբ են առնում 4 գետեր աստվածաշնչյան։ Տիգրիսը, Եփրատը, Երասխը եւ Ճորոխը։ Այնտեղ երկու ուրիշ անունով է գրված, Ճորոխը եւ Եփրատը։ Եվ ասում է բոլոր հոգիներին հրեշտակները տանում են Հայաստանի երկինք։ Եվ Քրիստոսի երկրորդ գալուստը տեղի ունենալու Հայաստանի երկնքում։ Հիմա մենք պետք է դիմավորենք Քրիստոսի երկրորդ գալուստը։ Ինչպիսի Հայաստանով։ Ամբողջ խնդիրը սա է, ինչպիսի Հայաստանով։ Ես ենթադրում եմ, որ ապագա մեր Հայաստանը կոչվելու է Հայաստանի քրիստոնեական հանրապետություն, որտեղ ուրեմն արժեքները լինելու են քրիստոնեական արժեքներ, այսինքն մենք մեր հետնորդները ապրելու են այդպիսի Հայաստանում։ Իսկ ինչ է նշանակում ապրել քրիստոնեական արժեքներով։ Բոլորս արդեն գիտենք, մեղք չգործել, Աստծո պատվիրաններով, պատգամներով ապրել, սիրել միմյանց եւ արարել, ամեն ինչ անել, ելնելով այդ արժեքներից։ Իսկ արժեքները բոլորիս հայտնի են, չխաբել, չսպանել եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա մենք այդ արժեքներով չենք ապրում, մեր ժողովրդի մեծ մասը այդ արժեքներով չի ապրում, բայց ուզում է լավ պետություն ունենալ, չի կարող լինել դա։ Դա անհնար է, դա չի կարող լինել։ Եթե չես ապրում այդ արժեքներով, չես կարող լավ պետություն ունենալ։ Այսինքն Աստված, որպեսզի լավ պետություն տա մեզ, պետք է ապրենք այդ արժեքներով։ Ընդհանրապես մեզնից Աստված խնդրում է, ասում է, լավ, պահեք իմ պատվիրանները, ապրեք այդ պատվիրաններով եւ ձեզ ամեն ինչ կտամ։ Ես նույնիսկ ուզում եմ ձեզ ընթերցել մի աղոթքներից մեկը, կարճ է իհարկե, ովքեր որ չեն բանանում, շատ բան է։ Ղևտականում այսպիսի բան կա, եթե ըստ իմ հրամանի ընթանաք, իմ պատվիրանները պահպանեք ու կատարեք դրանք, ապա անձրև կուղարկեմ ձեզ իր ժամանակին, հողն իր բերքը կտա, իսկ դաշտերի ծառերը կտան իրենց պտուղները, ձեր կալերում աշխատանքը կտևի մինչև այգեգութ, իսկ ձեր այգեգութները կտևեն մինչև նոր ցանքսի ժամանակը, դուք կուշտ հաց կուտեք եւ ձեր երկրում անհոգ կապրեք, ձեր երկրին խաղաղություն կպարգևեմ, եւ ձեր երկրում պատերազմ չի լինի, կքնեք եւ չի լինի մեկը, որ ձեզ վախեցնի, ձեր երկրից կվերացնեմ չարիք պատճառող գազաններին։
Այո, դե բնակ սովորական գազաններ նկատի չունի։ Դուք հալածական կանեք, խնդրում եմ ուշադիր լինեք, դուք հալածական կանեք ձեր թշնամիներին եւ նրանք սպանված կընկնեն ձեր առաջ։ Ձեր 5 հոգին, այստեղ քանակի մասին է, շատ հետաքրքիր է։ Ձեր 5 հոգին հալածական կանի 100 հոգու, իսկ ձեր 100-ը բյուրավորների, որի ականատեսը մենք եղել ենք Արցախյան պատերազմում, մեր առաջի պատերազմում։ Ձեր թշնամիները սրի հարվածներից կընկնեն ձեր առաջ։ Ես բարի աչքով կնայեմ ձեզ, կաճեցնեմ ու կբազմացնեմ ձեզ եւ կկատարեմ ձեզ տված իմ խոստումը։ Տեսակ չէ ինչ եմ ես խոստանում։ Եթե կատարենք իր պատգամները, պատվիրանները եւ այլն։ Ես Հայաստանը տեսնում եմ ապագա այսպեսին։ Հիմա նաեւ ինչպեսին եմ տեսնում կառավարման համակարգը, ասեմ։ Տեսնում եմ երկպալատանի խորհրդարան։ Անվանենք ազգային ժողով, ինչպեսին որ հիմա կա ստորին պալատ եւ վերին պալատ, որտեղ պետք է ընդգրկվեն երկու ական պատգամավորներ յուրաքանչյուր մարզից եւ երկու ական պատգամավոր յուրաքանչյուր սփյուռքի մեր համայնքներից։ Այո, այսինքն որ սփյուռքը, այսինքն համահայկական պետություն դառնա իրականություն, որ բոլորը մասնակցեն իրենց, այսինքն մեր պետության կառավարմանը նաև։ Այսինքն այս սահմանափակումները, որ նախարար չի կարող լինել, դրանք բոլորը պետք է հանվեն բոլորը։ Սա կառավարման բանով։ Հիմա ինչպիսի տնտեսական մոդել ենք ընդունելու։ Դե բոլորիս հայտնի է ներկա մոդելը ինչպիսին է, աշխարհական տնտեսական համակարգ եւ ամբողջ կառավարման համակարգը սպասարկում է այդ համակարգին։ Այսինքն հիմա նույնիսկ վերցնենք այս համակարգում եղած կառավարման համակարգում, եթե վերցնենք եւ մի քանի սուրբ մարդկանց նշանակենք, միևնույն է համակարգը այդ մարդկանց ճզմելու է, ոնց որ ժամացույցի մեխանիզմ է, եթե մի ատամնանիվ փոխես, միևնույն է ժամացույցը այդ փոխած ատամնանիվը որևէ դերակատարություն չի ունենալու։ Ժամացույցը իր մտցնում է համակարգի մեջ եւ իր աշխատանքով առաջ է գնում։ Հիմա Հայաստանի կառավարման համակարգը այդպիսին է, այսինքն կոռումպած, որտեղից է գալիս կոռումպացվածը, որտեղ սպասարկում է աշխարհական տնտեսական համակարգին։ Դա սարսափելի բան է, այսինքն մեր ամբողջ այս կասեի դժբախտությունների պատճառը այդ համակարգն է։ Տեսեք, Հայաստանը ինչ վիճակում է, չէ՞։ 24 թվականին բանկերը $900 միլիոն շահույթ են ստացել, զուտ շահույթ։ Եվ 400 միլիոնը Արջին բանկը, եւ ում բանկն է, բոլորդ գիտեք։ Այսինքն պետության այսօր գլխին նստածը ում է սպասարկում, հստակ է, հստակ։ Դրա համար հիմա ինչպիսի տնտեսական մոդել ընդունի Հայաստանը, որդեգրելով քրիստոնեական արժեքներով ապրող որպես երկիր։ Սոցիալական շուկայական տնտեսական համակարգ, բայց ես առաջարկում եմ նաև հայկական մոդել։ Այսինքն որն է մոդելի իմաստը, որ Հայաստանում չպետք է լինեն գերհարուստներ եւ աղքատներ։ Հայաստանում գերհարուստը դա աշխատելու արդյունքում չի լինում։ Բոլորիս հայտնի է ինչ եղանակով են գերհարուստ դառնում։ Դրա համար
օրենսդրությունը պետք է կառուցվի այդ շրջանակում, որ ուրեմն գերհարուստներ չլինեն, աղքատներ չլինեն, իսկ աղքատներ չլինելու խնդիրը եւ ամենակարևորը ուրեմն պետք է պետության տնտեսական հիմքը կազմի արդյունաբերությունը մի մասը երևի հիշում եք սովետ խորհրդային միության ժամանակ Հայաստանը որպես արդյունաբերական գիտաարդյունաբերական պետություն այսինքն մի փոքր 50-ական թվերից կեսերից մինչև 80-ական թվերը մի փոքր ժամանակահատված ստեղծվեց եւ մեր ժողովուրդը կարողացավ իրեն դրսեւորել եւ ստեղծել գիտաարդյունաբերական միավոր ես պետություն չեմ ասում, որտեղ պետություն չէր խորհրդային Հայաստանը, վարչական միավոր էր։ Որոշները ասում են, թե բայց առաջընթաց եղավ, չէ, այդ տարիներին, այսինքն խորհրդային միության ժամանակաշրջանում որոշակի, բայց ինչպիսի այդ պարագայում հաջորդ հարցը, իսկ ինչպիսի առաջընթաց կունենար Հայաստանը, եթե 20 թվականին անկախությունը չկորցներ։ Պատկերացնում եք, եթե մենք դեկտեմբերի 2-ին 20 թվականի մեր անկախությունը չկորցնեինք, մենք առաջիկա տվյալ ժամանակում տարվա ընթացքում տեր կդառնայինք Վիլսոնի իրավարար վճռով սահմանագծված տարածքներին եւ հիմա ինչպիսի Հայաստան կլիներ։ Ես օրինակ պատկերացնում եմ։ Եթե լավ է։ Հա։ Եվ պատկերացնում եմ ապագա Հայաստանը ինչպիսին պիտի լինի։ Օրինակ իմ մտածումներով, մոտավոր հաշվարկներով մի 10 տարի հետո, եթե Աստված տա մենք կարողանանք իր պատվիրաններով շարժվել, 10 տարի հետո Հայաստանը տեր է դառնալու իր տարածքներին 220,000 քառակուսի կիլոմետրի այո եւ մոտ 40 միլիոն բնակչությամբ։ Հիմա կասեք, այդքան հայ որտեղից, բոլորը ասում են աշխարհում մեկը 14 միլիոն, մեկը 17, մեկը 12, չգիտեմ ինչ։ Հավատացեք, ես մի հետաքրքիր անդրադարձել անեմ 90 երբ որ հաղթում էինք 90-ական թվականներին, թե ինչ էր տեղի ունենում մեր հարևան պետություններում, մեզ ինչպես էին դիմում, թե երբեք մեզ տեր դառնալու, երբեք մեզ տիրություն անելու, այսինքն ժամանակ հիշում եք, այդպիսի մարդկանց, որոնք ազգանուն էին փոխել եւ այլն, անվանում են շուրտված հայեր, չէ՞։ Այդ մարդկանց ազգային ինքնագիտակցությունը սկսել էր արթնանալ, զարթնել եւ սպասում էին, թե Հայաստանը երբ է սկսելու իրենց տեր կանգնել։ Ես վստահ եմ, հավատացած եմ, որ մենք առաջիկայում Աստված տա կարողանանք իմի գալ եւ հաջորդ ընտրություններում ազգայնական ուժերը հաղթեն, եթե կարողանար բևեռը միավորել բոլորին, գերազանց կլինի եւ այդ պարագայում կարող է արդեն ազգայնական ուժերը արձանագրելով եթե ոչ լիակատար հաղթանակ գոնե հաղթանակի մոտ, այսինքն այլոց հետո կոալիցիա կազմելով, կարող է այս ամբողջը գլուխ բերել։ Բայց որ Հայաստանում շատ են այլևս ազգայնական ուժերը, որոնք մտորում են, մտածում են, հավաքվում են տարբեր տեղեր, իրար գլխի ինչ անել, ոնց անել, բայց չեն կարողանում հանգել այն եզրահանգման, թե լավ ինչն է խանգարողը, որ չեն կարողանում։ Իմ կարծիքով դա այն արժեքները, որը պետք է տեսնենք։ Եթե այդ արժեքները դրվի մեջտեղ, այն արժեքները, որոնք ես ասացի, քրիստոնեական ազգային արժեքները, բոլորը կհավաքվեն, կհամախմբվեն եւ շատ սահուն տեղի կունենա
ուրեմն իշխանության իրական տերերի վերադարձը։ Հիմա մենք ինչ ենք ասում, ինչ ենք ուզում մարդկանցից, որոնք անաստված են, նյութապաշտ են, որոնց համար հայրենիքը ստամոքսն է, որոնք ոչ միայն չգիտեն իրենց պատմությունը, այլև ասում են մեզ պետք չի պատմություն, որտեվ մեր ստամոքսը մեզ բավարար է։ Այդ մատովը մի հետաքրքիր գործ ունի, կհիշեք, մանկուրդի մասին, այսինքն մարդու հիշողությունը ջնջելու մասին, երբ որ մարդու գլխին այն բան են կաշ են քաշում եւ հիշողությունը, հիմա այս մարդիկ, որ իշխանությունը հայտնվել են իշխանության գլխին, փաստացի մեր հետ ուզեցին դա անել, բայց որը մեր ազգի հետ երբեք հնարավոր չի անել։ Մենք մեր գեների մեջ Աստված դրել է, որ հազարավոր տարիների այդ հիշողությունը մեր գեների մեջ է, որտեղ պետք է դա հիմք ընդունելով կառուցենք ապագա Հայաստանը։ Ուրեմն, քանի որ արժեքների մասին արդեն խոսեցի, այստեղ կարևորը նաև բոլոր բնագավառներում, կյանքի բոլոր բնագավառներում այդ արժեքների հաստատումն է։ Օրինակ, Հայաստանի անկախության օրվա նշումը։ Հիմա նշում ենք սեպտեմբերի 21, չէ՞։ Դա անկախության օր չի, դա անկախության վերականգնման օր է։ Իսկ մեր անկախության օրը սահմանել է Հայկ Նահապետը, երբ որ հիմնադրեց հայոց պետությունը։ Այսինքն պետք է անկախության օր նշենք օգոստոսի 11-ը, այո։ Եվ պատկերացնում եք, մեզ դրանով կտրում են մեր անցյալից։ Մտքով պատկերացնենք Հայկից հետո ինչ փայլուն մենք անցյալ ենք ունեցել։ Այսինքն ամբողջ մեր խնդիրը հայոց փառքի վերականգնումն է։ Հայոց փառքի վերականգնումը, որը հիմնադրեց մեր Հայկ Նահապետը, որը 2500 տարի շարունակեց հայկյան դինաստիան, ազգատողմը, ընդհուպ մինչև Արշակունիները, հիշում եք, 2500 տարի, և ինչպիսի վերելքների հասել Հայաստանը այդ ժամանակա ընթացքում, հիշենք, օրինակ ես հենց հիմա հիշեցի Տիգրան առաջին Երվանդյանին, որի իմիջիայլոց, որի ակնառու քայլը գիտեք, Բաբելոնի կործանումն էր։ Հա, Կյուրոսը աջակից էր, հավաքական զորամիավորումների գլուխ անցավ Տիգրան առաջինը և 538 թվականին հարձակվելով Բաբելոնը կործանեց, որի մասին, իմիջիայլոց Բաբելոնի կործանման մասին, Աստվածաշնչում հստակ կա, Երեմիայի և Եզեկիելի մարգարեություններում, ասում է, ձայն տվեք Արարատյան թագավորությանը և նրա շուրջը եղածներին, որ հարձակվի Բաբելոնի վրա։ Տիգրան առաջին Երվանդյանին խորենացին անվանում է մեր հզորագույն 3 արքաներից մեկը, Հայկ Նահապետին, Հայկյան Արամին նա ասում է առաջ անգամ հայրենասեր բառը նրա նկատմամբ է օգտագործում, Արա Գեղեցիկի հայրը, և Տիգրան առաջինին համարում է ամենահզոր արքաներից մեկը, որը Հայաստանը նոր վերելքի հասցրեց,
ամբողջացրեց հին սահմանները, հիմա այս ամբողջը մենք նկատի ունենալով, որ հայոց փառքը պետք է վերականգնենք, պետք է ձգտենք դրան։ Այս մեր նոր պետությունը, որ ես իմիջայլոց չնայած Բևերը ասում է, որ մենք պետք է լինենք 18-20 թվականների իրավահաջորդը, ես կարծում եմ դա քիչ է։ Այո, մենք պետք է լինենք մեր բոլոր հարստությունների, հարստություն նկատի ունեմ թագավորությունների, բայց եղել են պահեր, որ մենք զինանշանի վրա չկան նրանցը, չէ, օրինակ, նրանց զինանշանը չկա մեր բանի վրա, կա 4 հարստություններ ընդամենը, բան նրանք որտեղ են, ես կարծում եմ պետք է ուղում մտցնենք և մեր բոլոր հարստությունների, այդ թվում նաև առաջի հանրապետության իրավահաջորդը, որպեսզի արդեն ամբողջական լինի հայոց փառքի վերականգնումը։ Եվ ամենակարևորը այս հանգույցում պետք է լինի, ուրեմն ես համարում եմ, որ 3 Հայաստանի անվտանգային համակարգը 3 սյուներից պետք է բաղկացած լինի։ Առաջինը դա աստվածպաշտությունն է, երկրորդը ժողովրդավարությունը և երրորդը ռազմականացված հասարակություն, պետություն։ Ռազմականացված։ Այսինքն, եթե մենք հավատում ենք Աստծուն, արդեն հայտնի է ամեն ինչ նրանից է գալիս, ժողովրդավարություն, էլի Աստծու պարգևն է, որ պետք է բոլոր այս բառի հետ կապված, ժողովրդավարության հետ կապված, ոչ թե ամբողջավարություն, այդ խոսքը ժողովրդավարության մասին է խոսքը, երբ որ մարդը կարողանում է իր կարծիքը արտահայտել իր մտածումներով, ոչ թե թելադրելով, ոչ թե իրեն խաբելով, ինչպես արեցին այս իշխանությունները, մոլորեցնելով եւ այլն։ Շատ հետաքրքիր հայոց ժողովրդավարության մասին շատ հետաքրքիր շումերների մոտ շատ հետաքրքիր պատմություն կա, երբ որ Գիլգամեշը գալիս է աստվածների երկիր, այսինքն Հայաստան, իմաստություն ստանալու եւ տեսնում է, թե Հայաստանը ինչպես էր կառավարվում այդ ժամանակ։ Ուրեմն ընտրվում էր թագավոր 4 տարով, ապշելու բան է։ 4 տարով, որի կողքին կար նաեւ ավագանի։ Դուք պատկերացնում եք 5000 տարի առաջ։ Եվ երբ որ ասում եմ բան էր լինում, որոշակի հարցերում հակասություն էր առաջանում թագավորի եւ ավագանու միջև, ուրեմն այդ հարցը դրվում էր համաժողովրդական հարցման, ապշելու բանը, ներկա լեզվով ասած հանրաքվեի, չէ։ Այդ հարցմանը իրավունք ունեին մասնակցելու միայն ամուսնացած տղամարդիկ, ապշելու բան, այսինքն պատասխանատվության խնդիրն է, ամուսնացած մարդը ավելի պատասխանատու է, չէ։ Այսինքն այսպիսի մենք ժողովրդավարություն ենք ունեցել, դուք պատկերացնում եք, չէ, որ հիմա շատ արևմտյան երկրներ կերազեին, այդպիսի համակարգ ունենային, այսինքն մենք պետք է վերադառնանք սրան։ Հիմա այս ինչպես հասնել դրան, այս մոտավորապես, ինչ-որ բաներ կարող է պակաս եմ ասում, ինչպես հասնել դրան, իմ կարծիքով դրան հասնելու մեկ ճանապարհ կա, այս բոլոր հարցերը, քանի որ արմատական փոփոխության խնդիրներ են, արմատական, ուրեմն հանրաքվեի միջոցով, այսինքն եթե մենք կարողանայինք այնպիսի ուժ դառնալ, որ կարողանայինք մոտ 300,000 ստորագրություն հավաքել, այս բոլոր հարցերը դնելով, մոտավորապես ինչ որ ասեցի,
մի քիչ ավել եւ այլն, այսինքն ում հետ դաշնագից լինել, ում հետ նաեւ էս հասնել կա, էլի, օրինակ, ասենք Աստված փաստորեն սկսել է Ռուսաստանի կործանումը, ռուս-ուկրաինական պատերազմով, որովհետեւ մենք ազատվենք 200 տարվա գերությունից։ Եթե հիմա մտովի հիմա եթե սկսենք պատկերացնել, թե 200 տարվա ընթացքում ինչպիսի վնասներ են կրել, իմիջայլոց հենց առաջի բանը հիշեցի, հիմա ասեմ 1805 թվականին, երբ որ ռուսական առաջապահ զորքերը հասան մինչև Երևանի մատույցներ, չկարողացան բնականագրավել, դեռ չէին հաստատվել եւ պետք է հետ վերադառնային։ Ասում են ոնց, դատարկխո հետ չենք վերադառնալու։ Իրենք մտածում են, ասում են Էջմիածինը, ասում են շատ էլ հարուստ է, մտնում են մեր եկեղեցին ամբողջ թալանում են, ոչ մի բան չթողում եւ հեռանում են։ Դա առաջին ազդանշանն էր հայերիս, որը չկարողացանք հասկանալ։ Հենց հիմա դրեք իրար կողքի Ադրբեջանին, հələ թուրքերին են կարող, բայց մեր ականատեսը այսօրվա կատարվածը Ադրբեջանի, մեր նկատմամբ կատարածը Արցախում եւ Ռուսաստանի կատարածը Ուկրաինայում։ Նույնությամբ պատճեն են, երկուսն էլ բարբարոս, երկուսն էլ դուրս ամեն ինչից դուրս։ Այսինքն մենք Փառք Աստծո ձեր մեջ պատերազմի մասնակիցներ կան, երբեք առաջի Արցախյան պատերազմում որևէ մեկը խաղաղ բնակչի մերոնցից նույնիսկ թթուխոց չի ասել, հիշում եք։ Այսինքն սա մեր գեներն են, ես հիմա հետաքրքիր է Եվրոպայի առումով մերոնց դասերից մի հետաքրքիր բան նորից հիշեցի, ես որ ասեցի գեները պատմեմ։ Երբ որ գոթերը հարձակվել էին Հռոմի վրա 6-րդ դարում եւ նվաճել էին, դե հռոմեական կայսրությունը ժամանակ բյուզանդիական մասն էր հզորացել, իսկ բյուզանդական կայսրությունը ես համարում եմ հունա-հայկական կայսրություն։ Այսինքն եթե կայսրը հույն էր, փոխ արքան եւ սպարապետը հայ էր։ Այդ ժամանակ ուրեմն կայսրը հույն էր, մոռացա հիմա ով էր, բայց սպարապետը փոխ արքան Ներսեսն էր, հայը։ Ներսեսին զորքով ուղարկում է, վերջը բնականաբար հաղթում է եւ գեր են վերցնում ահագին մարդկանց։ Բոլորին գրեթե գեր են վերցնում եւ հռոմեացիները ասում են դե բաժանիլ մեզ որպես ստրուկներ։ Ասում են ոչ։ Նրանք ճակատամարտում պատերազմում էին մեր հակառակորդները։ Հիմա նրանք գեր են եւ մեր հետ հավասար են։ Ասում են ոնց։ Հռոմեացիները ասում են ոնց, չես տալու մեզ, ասում են ոչ միայն չեմ տալու։ Նրանց հիմա ուղարկելում է իրենց տները եւ որ այլևս նրանք այստեղ բան չեն անելու։ Ամբողջ զորքը շարում է Հռոմից մինչև հյուսիս, ուրեմն բոլորը վերադառնում են եւ դա առաջի դասն էր Եվրոպայի, թե ինչպես պետք է վարվել գերիների հետ։ Սա մեր հետ հազարավոր տարիներ մերն է եղել։ Մենք այդպիսին ենք, Աստված մեզ այդպիսին է ստեղծել, որ թշնամու հետ ճակատամարտում վարվի որպես թշնամի, բայց հենց պատերազմը ավարտվեց, գերի մեր հիշում եք Մուշեղ Սպարապետը ինչ արեց։ Շատ, այո, դա նորություն չի։ Կամ Հայկը ինչ արեց։ Բերլին սպանելուց հետո մնացածին ասեց գնացեք եւ այլևս մոռացեք Հայաստանի տեղը։
եւ կարող ենք թվարկել։ Սա է մեր էությունը։ Դերասան ժամանակ ադրբեջանցիների հանգիստ գրառ Հայաստանում։ Այո։ Սասունցի Դավիթ այո ամբողջը խտացրել է նրա մեջ, արաբը ինչ ասես, գնացեք այլևս չդրդեք։ Այսինքն մենք այդպիսին ենք, այդպիսին էլ մնալու ենք, ով ինչ ուզում է ասի։ Այլապես կվերածվենք բարբարոս ազգերի։ Չենք կարող վերածվել, որտեղ մեր գեների մեջ չկա։ Աստված մեզ այդ առաքելությունը չտվել։ Մեզ տվել է Աստված այլ առաքելություն, որ իր պատգամները տարածենք աշխարհում, ստեղծենք այն հոգևոր ծխող մշակույթը, որ ստեղծել ենք եւ ստեղծում ենք կարող մարդիկ արարում են ամեն օր եւ երաժշտությունը եւ այլն երաժշտությունից խոսեցի Տեսեք մենք միշտ արժեքներ իհարկե ես հիմա հիշեցի նաեւ մեր հանճարեղ Արամ Խաչատրյանին իմիջայլոց իրոք հիշում եք սովետական Հայաստանի հիմնը երբ ստեղծվեց 47 թվականներ չեմ հիշում երաժշտությունը գրեց Արամ Խաչատրյանը հիշում եք եւ գիտեք երաժշտության հիմքում ինչն անգաց իր գրած երաժշտության հիմքում ինչն անգաց մեր սուրբ պատարագի ողջույնի շարականի երաժշտությունը Արամ Խաչատրյանը եղել է մեր եկեղեցում դպիր բայց ամենահետաքրքիրը որ նա նույնիսկ այդ տարիների դաժան ստալինյան բանում չվախեցավ եւ դա արեց ես համարում եմ որ նաեւ Հայաստանի պահպանման վրա Աստծո այդ երաժշտության հիմնի երաժշտության առումով նաև Հայաստանը մնաց, որովհետև աստվածային էր։ Մի քիչ շատ եմ դեսուդեն ընկնում, բայց կարծում եմ, որ ապագա Հայաստանի առումով սրանք մեր սկզբունքներն են, որոնք պետք է դրվեն բոլոր բնակավարներում, ամենակարևորը նաև դպրոցում, այսինքն ինչպիսի արժեքներով երեխաները դաստիարակվեն, սա է ամենախնդիրը, հիմա տեսեք ինչ է տեղի ունենում, մեր դպրոցների մեծ մասում մտնում ես նույնիսկ մի ժամանակ գոնե առակացից իմաստություն, ինչպես իմանալ բանս հանճարի եւ հիմա դա էլ չկա, ցավալի է։ Հիմա ժամանակակից կրթություն։ Այսինքն պետք է փոխվի ամբողջ մեր կրթական համակարգը, կրթության հիմքում պետք է դրվի աստվածային քրիստոնեական արժեքները։ Թեոկրատիկ պետության Ոչ, ես դա չեմ ասում։ Արժեքներն ուրիշ են, կրոնական կառավարումն այլ է։ Իհարկե, մեր եկեղեցին պետք է ունենա, ես օրինակ երկրորդ բանը խորհրդարանի մասին խոսելուց, այդ նաև առաջարկում եմ, որ անպայման հիմա 107 պատգամավոր կա, չէ, նու 101 ընդունենք, որից մի քանիսը տրվում են ազգային փոքրամասնություններին, պետք է պարտադիր մեկ տեղ տրվի նաև մեր եկեղեցուն, դու պատկերացնում եք խորհրդարանում հոգևորական լինի, ինչ զսպիչ դեր կունենա, բացի դա, նաև այն օրենքները, որոնք ներկայացվում են օրենքի նախագծերը, նաև համապատասխանությունը աստվածաշնչին։ Ինչպես չգիտեմ, երևի
որևէ խնդիր չեմ տեսնում։ Հա, այն անհավատի, այն հա։ Եք թույլ տվեք վերջացնի, ժամանակ հարցեր։ Իսկ բանակի մասին արդեն դե Բևերը նաև ունի ազգ բանակը, ես մի քիչ ավելի ձևափոխված, ռազմականացված մի քիչ ավելի լայն բան ունի, որտեղ ոչ միայն յուրաքանչյուր տղամարդ պարտադիր կանայք կամավոր, այդպես եմ գտնում, պետք է ամեն տարի պարապմունքներ անցնեն, պատրաստ լինեն պատերազմի, այլ նաև պետության համակարգը ռազմականացվածին հարմար լինի։ Այսինքն, օրինակ, ես իմիջիայլոց սրանց 21 թվին առաջարկեց սահմանամերձ, մեր ամբողջ սահմանամերձ շրջանի բնակավայրերը պետք է ոնց որ առանձին զորամիավորումներ լինեն, ունենան զենք, թեթև զինտեխնիկա եւ այլն, ու պատրաստված եւ կցված լինեն կից զորամիավորումներին։ Այսինքն որ ցանկացած պահի մարդը չի կտրվում իր սովորական աշխատանքից, բայց նաեւ կարողանում է րոպեների կամ ժամերի ընթացքում իմիգալ եւ սկսել դիմակայել թշնամուն։ Հա, այո, սահմանային բդեշխություններ, ողջարվես ճիշտ է։ Հա։ Եվ արդյունաբերությունը դառնա նաև բանը, մատակարարի մեր բանակին։ Տեսեք, նույն հիմա որ համեմատություն անենք Ուկրաինան, տեսեք ինչ խայտարակ վիճակի մեջ ընկավ, չէ՞, բայց հիմա սկսեցին հասկանալ եւ սկսեցին ռազմական արդյունաբերությունը զարգացնել։ Ժամանակին Հայաստանում էլ շատ-շատերը ասում էին, ես էլ եմ նույնիսկ այդ թեմայով բաներ արել, բայց շատ-շատերը, որ պետք է սեփականը զինանոցը ստեղծել, տարբեր բնակավարների, դրոններ, բաներ ես չեմ ասում, սակայն ինչ էին անում այդ համակարգը, մի քիչ առածած Վաշխարովը, ասում են այնտեղ էժան վաճառում են, ըստեղ մենք ազատենք ավելի թանկ է նստելու։ Այսինքն հակապետական ամբողջ համակարգը հակապետական էր, որտեղ այդ աշխարհական տնտեսական համակարգը թելադրում էր ինչպիսին լինի։ Այսինքն գնա կաշառքդ վերցրու, փամուշտը վերցրու բեր, հա, եւ այլն։ Այո։ Իսկ առևտուրը արդյունաբերության ամենամեծ թշնամին է։ Նկատի ունեմ աշխարհական տնտեսական ամենամեծ, այո, մարդկության ամենամեծ թշնամին արդյունաբերության։ Եվ ուրեմն նաև գյուղատնտեսության բնակավարում, ասենք, նույնպես ելնելով այդ արժեքներից եւ որդեգրել անմշակ ոչ մի թիս հող։ Տեսեք, 7 տարի թողնենք նրանց, 7 տարի իշխանության գլխին են, ասում են 50%-ից վարելահողերը չեմ ասում դեռ ոչ 50%-ից ավելի չի մշակվում։ Դա հանցագործություն, իհարկե հանցագործություն է։ Եվ այլ։ Իմ մտորումները ապագա Հայաստանի վերաբերյալ այսպիսին էր եւ ես վստահ եմ, որ դա իրականանալու է։ Աշոտ Հակոբյան, Առավոտ օրաթերթ, երկու հարց ունեմ, դուք ասացիք հերթական ընտրությունների մասին, խոսք ասեցիք հերթական, դուք մտածում եք, որ դեռ պիտի գնանք 26 թիվ ընտրությունների, ասենք դա ճանապարհ է արդյոք ընտրությունների, այս իշխանությունների օրոք գնալ հերթական ընտրություններին։ Երկրորդ հարցն էլ կտամ։ Եթե արտահերթ ընտրություններ չլինեն, նկատի ունեք։ Ցանկացած այլ ճանապարհ, բացի հերթականից։ Լավագույն տարբերակը դա կլիներ, եթե ժամանակից շուտ ճանապարհվեն սրանք, բայց մի քիչ կասկած ունեմ, որ դա տեղի ունենա, որովհետև
փաստորեն այն ուժերը, այն համախումբը, որ ստեղծված է փոխադարձ օգնության, նկատի ունեմ Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Հայաստանի իշխանություն, իրար փոխ լրացնելով, իրար օգնելով, իրար պահելով տանում են առաջ մեկ-մեկով։ Երկրորդ հարցս հիմա շրջանառության մեջ է դրվել անվստահություն հայտնելու գործընթացի մասին խոսելը, այդ գործընթացը սկսել է, ինչ կարծիք եք այդ մասին։ Impeachment-ի մասին է խոսքը։ Լավ կլիներ, բայց կասկածում եմ, որ դա տեղի ունենա, որովհետև խորհրդարանի ընդդիմությունը դա նրանք միասնական են իշխանության հետ եւ մի տեղից են կառավարվում։ Այդ կառավարումը հասկանալի է որտեղից է, Ռուսաստանից։ Այսինքն եւ ընդդիմությունը եւ իշխանությունը կառավարվում են մի տեղից։ Դրա համար ժողովրդին զբաղեցնելու համար ինչ որ բաներ են փորձում գտնել եւ այլն։ Կան մարդիկ, որ ազնիվ նկատառումներով են այդ քայլին գնում, բայց հետո քանի որ մենք խորհրդարանում ունենք այդպիսի անուն դնենք ընդդիմություն, իրենք ընդդիմություն են ասում, բայց դա իրականում ընդդիմություն չի։ Այո, իշխանության ընդդիմության անվան տակ միասնական նույն ճակատն է։ Երբ տնտեսագիտությունից ենք խոսում, թե ինչպեսի տնտեսական ծրագիր ունեք, շնորհակալություն ձեր կարծիքի համար, իհարկե հարգանքներս խորին, բայց գոյություն ունի ճգնաժամային գիտություն տնտեսագիտության մեջ, որով եւ Իմիջայից ասում է, եթե ազգի արժանինքները եւ նրա կարողությունները, ազգային սովորությունները, բարքերը, եթե հաշվի չես առնում, դու արդեն տանը տված ես։ Ինչ կարծիք ունեք տնտեսագիտության այդ ճյուղի մասին։ Ամենաառաջինը, իսկ հետո Հայկ Նահապետի թողած 300 հոգով որ հաղթում է ամեն ինչին, դա իրոք Հայկյան տոմարի մասին է խոսքը, 300 գումարած 65 օրերը, դա եւս մեր ամենակարևոր տոներից մեկը, այսինքն Նավասարդյան տոներ են կոչվում ամեն ինչը, նշենք, որ ծեսը նաեւ մեր վարդեվառը, որ միջև հիմա նշում ենք, եւ օգոստոսի 11-ը դա ինչ որտեղ խեղաթյուրված է, ներող կնեք Հայկյան տոմարը, իսկ դրանից առաջ մենք ունեցել ենք Հայկյան տոմար, մոտավորապես 11500 տարվա մասին է խոսքը։ Հիմա հիմնականում իմ հարցը ուղղված է տնտեսագիտության վերաբերյալ, ինչ կարծիք ունեք ճգնաժամային գիտության մասին եւ նրա ներդրումը մեր Հայաստանում։ Շնորհակալություն։ Մինչդեռ այդ ծրագիրը նաեւ օգտագործվել է եւ Չինաստանում եւ Սինգապուրում, ընդ որում ծրագիրը կազմողներից մեկը հայ է եղել եւ կա Փառք Աստծո։ Շնորհակալություն։ Եթե տնտեսություն չունես, ճգնաժամային տնտեսության մասին իմ կարծիքով անիմաստ է մտածելը, որովհետև պետք է մտածել տնտեսություն ստեղծելու մասին։ Հիմա մենք հիմա մենք տնտեսություն չունենք իրականում։ Ինչպես ստեղծել, նույնիսկ այդ ամենը դրա մեջ Այո, ահա, ստեղծելը այդ հիմնական, այսինքն ինչ մոդել ենք որդեգրում, այս մոդելի մասին խոսեցի, ինչպիսի մոդել ենք որդեգրում եւ ըստ տնտեսական մոդելի տնտեսության որ ճյուղերն ենք զարգացնելու, խոսքը որ ճյուղերն ենք զարգացնելու, այսինքն օրինակ ես նշեցի, արդյունաբերությունը պետք է կազմի մոտավորապես 70-ից 75% տնտեսության ընդհանուր համակարգում արդյունաբերությունը 70-ից 75%։ Հիմա այդ 70% արդյունաբերության մեջ որ ճյուղերն են լինելու, որտեղ են, որ բնակավայրերում որ ճյուղն է զարգանալու, այս ամբողջը պետք է ուրեմն կազմվի եւ արագ պետության մասնակցությամբ արագ սկսի իրականացնել։ Օրինակ եմ ասում, մի օրինակ։ Օրինակ Կապանում հստակ է, որ Կապանում պետք է ուրեմն ստեղծվի պղնձաձուլական գործարան։ Իմիջայլոց դա
պետք է արդեն արված լիներ նույնիսկ, որտեղ նախնական հաշվարկներով մոտ 10,000 մարդ է աշխատելու, միայն տարեկան այդ գործարանից ստացված, այսինքն վերջնական արդյունքի մասին է, ոչ թե հարստացված կամ հանքը վաճառել, այլ ստանալ արդյունք, պղինձ, որի հիման վրա ստանալ նաև այլ մետաղներ, ասենք նկատի ունեմ խառնուրդներ, բրոնզ, արուր եւ այլն, դրանց հիման վրա ստեղծել գործարաններ, այլ գործարաններ, հիմա այլ գործարանները կլինի էլեկտրոշարժիչ եւ այլն, որտեղ նորից կապանում թե այլ տարածաշրջաններում։ Ես օրինակ ենթադրում եմ, որ այլ տարածաշրջաններում պետք է ստեղծվի, որտեղ զբաղվածությունը, այո, ճգնաժամային գիտությունը դա մաթեմատիկայի նման ճշգրիտ հաշվարկ է։ Այո։ Դրա համար իրավիճ զետեղված է ամեն ինչ։ Ոնց չունեմ ասել, համաձայն եմ։ Նկատի ունեմ ես առումով նույնիսկ ես բան լիներ, ես կթվարկեի, թե ես անձամբ որ ճյուղերն եմ տեսնում Հայաստանում, որ պետք է զարգանան։ Եվ որ տարածաշրջանում, սրանք կարևոր պետության զարգացման համար ամենակարևոր խնդիրն է, այսինքն նույն գյուղատնտեսությունը, չէ՞, տեսեք, հողերը չեն մշակվում։ Մեկ լսում ես, որ ասում են դե այդ մարդու հողն է, ոնց վերցնենք, մշակենք, բայց կա ճանապարհ, հասարակ ճանապարհներ կան, չէ՞։ Եթե մարդու հող որպես սեփականություն Հայաստանում չընդունենք, մի գյուղում ընդունենք, մի գյուղում հողերի սեփականատերերի մեծ մասը Հայաստանում չեն, բայց դու նրանց սեփականությունից մի զրկիր, ընդունիր օրենք, այդ հողերը ժամանակավորապես վերցրու օգտագործման։ Այո, վերջացավ, հարցը լուծվեց, բայց չանելու համար հազար մի պատճառ ես գտնում եւ որոշում։ Ինչա թե մի քանի քո օլիգարխները ծորեն են բերում, էս են անում, են անում եւ այլն։ Դուք ասացիք վաշխառողական տնտեսության վերաբերյալ ու բացասական երանգներով այդ ամենի մասին խոսեցինք։ Ես ինչքանը որ հասկանում եմ, նույն ասենք բանկային համակարգը ցանկացած երկրում ինքը մի հատ ինչ-որ խնդիր է իրականացնում, որտեղ կապիտալը, որտեղ որ առկա է, ինքը վերցնում է բաշխման անտեղ, որտեղ այդ կապիտալի կարիքը կա ու դրա համար միջնորդական ծառայություններ է վերցնում։ Հիմա դուք հենց այն ժամանակում եք գերագույն խորհրդի անդամ եղել, երբ որ հենց խորհրդային հրամայական տնտեսությունից, պլանավորված տնտեսությունից անցում կատարվեց դեպի ազատ շուկայական տնտեսություն եւ իմաստը պարզ ակնհայտ հասկանալի էր, թե ինչի մնակայանում խնդիրը, որովհետեւ պետության երբ որ հրամայական տնտեսություններ կանացնում, իր կողմից տնտեսական կառավարումը քան որ շատ ավելի բարդ է, քան թե պետության կառավարման ռեսուրսներն են, ինքը ոչ էֆեկտիվ կառավարիչ է դառնում։ Դրա հետևանքով ձևի պետությունները, որոնք հրամայական տնտեսություններ են անում, խոսքի օրինակ հենց հիմա Չինաստանը, իրանց կառավարման անարդյունավետությունը բերում է նրան, որ բերում ավելի ավելի խորը տնտեսական ճգնաժամների, որի լուծումները հաճախ ձևի պետությունները իրականացնում են արտաքին ագրեսիաների միջոցով կամ նման ուրիշ, ասենք, ներքին ցեղասպանություններ իրականացնելու միջոցով, ներքին կոտորածներ կազմակերպելու միջոցով։ Այդ հիմա վերցնել ասել այն պատճառը, որ ասենք դանակը բան են ասում, ամենաշատ մարդասպանությունների պատճառը դառնում է, եկեք դանակը արգելենք, այդքան էլ ճիշտ չեմ համարում։ Այս տեսակետից ուզում եմ հասկանալ բանը, ձեր վաշխառողական բանի նկատմամբ վերաբերմունքը ինչ որ կոնկրետ պատճառներ ունի, բացասական վերաբերմունքը, թե բոլորիս աչքի առաջ է, մեր պետության վիճակը բոլորիս աչքի առաջ է, ես համարում եմ, որ դա հետևանք է աշխարհական տնտեսական համակարգի թելադրանքի, հիմա ես չեմ ասում, որ պետությունը ինքը սկսի թելադրել, ոնց որ սովետական միության ժամանակ էր,
բայց նաև պետությունը պետք է որ շատ հարցերում ինքը ծրագրավորի, չէ, ծրագրավորի պետությունը ինչպիսի առաջ ինչ ուղղությամբ զարգանա։ Հիմա այդ համակարգը ես նշեցի, չէ, տեսեք ինչ է տեղ ունենում։ Մեր ժողովուրդը այսպիսի վիճակում է, հիմնականում աղքատ, թաքցնելու բան չի, բայց բանկերը ծաղկում են։ Եվ ցույց տվեք թեկուզ մեկ արդյունաբերական ձեռնարկություն, որ ֆինանսավորված լինի բանկերի կողմից եւ աշխատի, չկա։ Այսինքն ժողովուրդը իր ավանդը մոտ 7 տրիլիոն թե ինչքան ավանդ ունի բանկերում դրված մարդիկ եւ այդ փողը իրենք օգտագործում են բանկերի իշխանության հարստանալու համար։ Հասարակ հարց եմ վերցնում։ Առաջարկել եմ ժամանակին, որ ստեղծվի պետական առևտրային բանկ։ Դուք երևի հիմա կհիշեք, թե ինչքան բնակավարներում պետությունը ինչ-որ բաների փողեր է հատկացրել։ Փողեր է հատկացրել, չէ՞, բոլոր ծրագրերը գիտեք։ Ասում եմ, բայց ինչի պետք է այդ հատկացված փողերից տրվի են բանկերին, ինչի։ Ինչի, պարզ հարց առաջանում։ Ինչի պետք է մասնավոր բանկերի միջոցով, գոնե պետական բանկ լիներ, պետական բանկի միջոցով կարվեր, այդ փողը կմնար պետական բանկը նկատի ունենալով որպես համաժողովրդական սեփականություն մեզ, այսինքն ժողովրդին։ Իսկ հիմա կոնկրետ չէ, այս վիճակում 1 միլիարդ դոլարի շահույթ ստանան բանկերը միայն 24 թվականին։ Դա նորմալ չի։ Այսինքն դա ակնհայտ շահագործման արդյունք, ակնհայտ հովանավորչության, այսինքն կառավարությունը հովանավորում է բանկերին, ակնհայտ եւ մեր ժողովրդի փողերով սնում են նրանց։ Այո, քրյա օլիգարխ։ Կարելի է պատասխանան։ Կրկին, եթե բան ասենք դանակով շատ սպանություններ են տեղի ունենում, դա պատճառ չի, որպեսզի դանակը արգելվի։ Եթե բանկերը շատ շահույթ են ստանում, դա պատճառ չի, որպեսզի բանկերը, չգիտեմ, պետականացվեն կամ արգելվի։ Իսկ միգուցե պատճառը դրանում չի, այլ պատճառը դառնում է, որ կենտրոնական բանկի տոկոսադրույքն է բարձր, որով բանը ֆինանսավորվում են բանկերը, կամ պատճառն է, որ հարկային քաղաքականությունը այնպեսին է, որ չի նպաստում տնտեսության զարգացմանը, մասնավորապես արդյունաբերությունը արգելակող հարկային օրենսդրական դաշտ ունենք։ Ենթադրենք, ասենք պատճառներից մեկը դա է։ Հետևաբար ուզում եմ ասեմ, խնդիրը հենց բան է, ֆունկցիոնալ առումով, երբ որ մենք ասում ենք վաշխառությունը բաները, մենք նկատի ունենք բանկերի կողմից իրենց տնտեսական գործունեությունը իրականացնելու համար, այսինքն կապիտալի մի կողմից տրամադրողից վերցնելու բանը ֆինանսավորելու համար ինչ որ գործունեություններ այդ մարդկանց տրամադրելը, մյուս կողմին տրամադրելը, իր դրա համար միջնորդավճարներ վերցնելը կարա լինի պատճառներից մեկը կամ հարկային դաշտը, կամ կենտրոնական բանկի բանը բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, կամ էլ թե չէ բանկերի, այս մասնավոր բանկերի դաշտում մրցակցության պակասը։ Երբ որ այդ դաշտում այս բան ազատ մրցակցություն լինի, իրենք չեն կարա չափից ավելի շատ մեծ միջնորդավճարներ վերցնել։ Ես հիմա պատաս չէ, դուք տեսեք, չէ, հիմա այդ խնդիրը պետությանը գնալը։ Սովետի ժամանակ այդ պետության գնալը տեսել ենք ոնց է լինում։ Պետություն չի նշանակում սովետական միություն։ Այսպես ասեմ, հարցը հստակ ասել, որ նրանք ժողովրդի պետությունը երբ որ ամբողջ ռիսկերը վերցնում է իր վրա, ինքը դառնում է վատ կառավարիչ, դառնում է կոռումպացված։ Հասկացանք հիմա, բայց ինչքան չափով որ անում ես, այնքան շատ կոռումպացվում ես։ Մեկ վարքյան, ես էլի պատասխանեմ դա։ Դուք տեսեք սկսում եք բան անել, մանրացնել,
կամ հարկային կամ չէ, ամբողջը մեկ բառով ենք անվանում, ես կոնկրետ տնտեսական համակարգի անվան տակ ասում եմ, որ դրա արդյունքն է։ Իհարկե, ես չեմ ասում, որ բանկերը, մասնավոր բանկերը պետք է պետական, ոչ, ասում եմ, պետությունը պետք է ստեղծել նաև նույն սկզբունքով առևտրային բանկ, որովհետեւ դրանով, եթե այն բանկերը չեն վարկավորում արդյունաբերության զարգացմանը, պետության ստեղծած առևտրային բանկը դա կաներ իր ծրագրերից ելնելով, որը չի արվում։ Ընդհանուր եմ ասում, դուք հարկային ես հասկանալի, այդ ամբողջը մեկ համակարգի մեջ են մտնում։ Ես չեմ ուզում առանձին մեկ առանձնացել ասել, վայ, հարկայինը վատն է, այս վատն է։ Իհարկե, բոլոր բաները օրենսդրական համակարգը ապահովող շատ վատն է, որտեղ այդ համակարգին է ծառայում այդ համակարգին։ 1990 թվականի մայիսին առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցան ընտրություններ, որին նույնիսկ արցախահայություններ մասնակցում եւ ուժերը կարծես հավասարաչափ փաչխվեցին կոմունիստներ եւ դեմոկրատական ուժեր։ Ու այստեղ հռչակագիրը երբ օգոստոսի 23-ին ընդունվեց, ՀԽՍՀ-ն տարավ Հայաստանի Հանրապետություն։ Ինչով էր պայմանավորված, որ դուք մի քիչ առաջ նշեցիք, որ խորհրդային Հայաստանը վարչատարածք էր ադմինիստրատիվ, այսինքն սուբյեկտ չէր քաղաքական։ Ինչով էր պայմանավորված, որ 91 թվականին դեռ Գերագույն խորհուրդներ, նույն պատգամավորներով եւ առաջի հանրապետության իրավահաջորդությունը առաջ չի քաշվել ընդհանրապես այդ խնդիրը։ Իսկ եթե առաջ է քաշվել այդ հարցը, ինչով է բացատրվում, որ խորհրդային Հայաստանի իրավահաջորդությունը ընդունեցինք ու մեկ էլ Արցախը, որը էլի հռչակագրով պետք է Հայաստանի Հանրապետության անբաժան մասը լիներ, հանկարծ 1991 թվականի սեպտեմբերի 2-ի հռչակագրով, որը իդեալական ինչ-որ փաստաթուղթ էր, անկախ հռչակվեց։ Դա ինչպես եղավ։ Ընդհանրապես առաջ չի քաշվել ձեր կողմից, որ չլինի խորհրդային Հայաստանի, չէ՞ որ մենք ստրուկի վկայական վերցրեցինք, ինքներդ ասում եք, որ օկուպացվեց 20 թվականին Հայաստանը, այդ թվում երբ հանրաքվե արվեց, ինչու այդ հարցը չբարձրացվեց Գերագույն խորհրդում։ Ուրեմն իրավահաջորդության հարց չի արծարծվել, չեմ թաքցնում, չի արծարծվել որևէ մեկի կողմից, այդ թվում նաև իմ կողմից։ Ուրեմն հայտարարվեց հռչակագիր ընդունելով անկախության գործընթացի սկիզբ։ Փոխվեց անունը, իսկ քանի որ օրենսդիր մարմինը նոր էր ընտրվել, շարունակեց իր գործունեությունը, որպեսզի նաև հաջորդ տարիների համար ստեղծի անկախության գործընթացի բոլոր նախադրյալները։ Նկատի ունեմ բոլոր բնագավառներում օրենքների այդ թվում նաև հանրաքվեն անկախ պետություն հռչակելու։ Հա, ուղղակի ես չեմ հասկանում, 1 տարի անց այդ նույն Գերագույն խորհուրդը մենք տեսնում ենք տեղ հռչակագրով Արցախի միացում, բայց Արցախի անկախության հռչակում։ Մենք տեսնում ենք, որ պիտի Հայաստանի Հանրապետությունը նորից լինի առաջի հանրապետություն, ոչ թե ինչ որ խորհրդային օկուպացված տարածք, ու ոչ մեկ չբարձրացրեց։ Այդ ինչով էր պայմանավորված։ Ասեմ, 90 քանի որ Արցախից ընտրված այն պատգամավորներ եւ նրանք մնացին մինչեւ 95 թիվը, որպես միասնական պետություն, ազգային ժողովի ընտրությունները, որպեսի Արցախը Հայաստանից զատեն, ռուսները մտածեցին այդ տարբերակը, Արցախը անկախացնել, որ իբր թե որպես անկախ պետություն կարողանան միջազգային խափեցին, կարճ ասած, կամ չխափեցին, իրենց գործակալական ցանցի միջոցով իրականացրին այդ ծրագիրը։ Ժամը եկավ բանախոսության ավարտին, անդրադարձակ Վարուժան Ավետիսյանի հայք նախագիծը, որը այդ տեսանկյունից նայում այդ հոգևոր բարոյական հայկական արվեստները։ Շնորհակալ եմ։ Ես
Ես էլ դեռ չտպագրված ես անվանեմ գիրք։ Շնորհակալություն։